Եվ նույն խնդիրներ ունենք նաև մեր տղամարդկանց պարագայում, ովքեր ավելի հասուն տարիքում, երբ ծնողների մասին հոգ տանելն արդեն դառնում է իրենց ուղղակի պարտականությունը, բարոյական պարտականությունը, հակառակ մեր ավանդույթներին շատ սուղ են օգնում ծնողներին, այսինքն շատ հարցերում անտեսում են, հատկապես ֆինանսական մասով։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ այս կյանքում լիովին կայացած որդիները ապրում են ընդարձակ ու գեղեցիկ տներում, ունեն թանկարժեք մեքենաներ եւ միևնույն ժամանակ ծնողներին այցելելուց այցելում են ծնողներին, որոնք ովքեր ապրում են շատ համեստ պայմաններում, վերանորոգման կարիք ունեցող տներում եւ խիստ խնայողության պայմաններում, որպեսզի գումարը բավականացնի դեղորայքի ու բժիշկների այցի համար։ Շատ հաճախ նման զավակներն իրենց ժլատությունն արդարացնում են նրանով, թե իբր ծնողները չեն ցանկանում ֆինանսական օգնություն ընդունել, որպեսզի նեղություն չտան իրենց երեխաներին։ Շատերը գուցե ինձ չհավատան, բայց հիմա կան շատ հայեր, ովքեր չեն ցանկանում իրենց եկամտի նույնիսկ 10-րդ մասը հատկացնել իրենց ծերացած ծնողներին եւ նույնիսկ չեն գիտակցում իրենց անարժան վարքագիծը։ Պետական մակարդակով իրազեկումը նման անարժան երևույթների վերաբերյալ պետք է պարտադիր լինի։